իրեն հրաման է տրվել, իր սիրելի մուրը, Ռիչարդ Մուրը հրաման էր տրվել հանձնել Ղարաբաղը, անգամ եթե նա գնար, ինչու նա փոխզիջման չգնաց։ Օրինակ Ադրբեջանը առաջարկում էր ինքնավարություն, հիշում եք մշակութային ինքնավարություն, ինչ որ բան, դե մեծ հարց է դա կստացվեր թե, չէ, մեծ հարց է, բայց գոնե առաջարկում էր։ Ինչու նա դրան չգնաց։ Որտեւ նրան ասել էին Անգլիայից, Թուրքիայից եւ Ամերիկայից։ Դա բան է։ Տրամաբանական է, ասել էին այդ Ղարաբաղը պետքա էլ գոյություն չունենա, որ եթե Ղարաբաղը մնում է, ինչքան որ Ղարաբաղը մնում է, Ռուսաստանը ազդեցության բազա ունի Կովկասում։ Ռուսաստանը Ղարաբաղը օգտագործելու է, ոչ օգտագործի եւ Հայաստանի դեմ, եւ Ադրբեջանի դեմ, եւ Ռուսաստանը մնում է Կովկասում։ Անկամ այդ խաղապահները, որ այնտեղ մնացել են եւ բնակչությունը մնացել էր, դա էլ դուր չեկավ անգլիացիներին եւ Արևմուտքին եւ Թուրքիային։ Դա էլ պետք էր ոչնչացնել, որ Ռուսաստանը դուրս գա։ Դրա համար նա չկանգնեցրեց պատերազմը։ Նրան պետք էր ջախջախել Ղարաբաղը, ջախջախել Ղարաբաղի պաշտպանության բանակը եւ այնպես անել, որ այնտեղ հայ չմնար, որտեւ նա գիտի, հայը մնում է, այսինքն էլի գնալու են Ռուսաստանից ինչ-որ բան խնդրելու են, էլի Ռուսաստանը ազդեցությունը պահելու է Կովկասում։ Նա հրաման էր ստացել։ Այսքան բան չի կարող պատահական լինել։